Դիրիժորը գորգերի սիրահարն ու տիեզերական տեխնոլոգիաների մասնագետ է, ինչը կարող է միավորել այս մարդկանց։ Ստեղծագործելու անհագ ցանկությունը, հայրենիքը եւ ապագան։ Նկատի ունենք ապագա ֆիլմը, որը ստեղծվել է Yandex Armenia-ի եւ Կինոպոիսկի աջակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն Ալեքսիս Փազումյանն է։ Ֆրանսիայում իր ստեղծագործական կարիերան կառուցած կինոգործիչը ֆիլմի միջոցով յուրովի է բացահայտում արտերկրում կայացած մարդու կապը հայրենիքի հետ։ Միջազգային համայնքը մեզ ճանաչում է պատերազմի միջոցով, կոնֆլիկտի միջոցով։ Ես ցանկանում եմ, որ իրենք Հայաստանը սկսեն դիտել այլ անկյունից, որտեղից կերևա, թե ինչքան մեծ ներուժ ունի մեր երկիրը, ինչ մեծ ստեղծագործական պոտենցիալ կա մեր երիտասարդության մեջ։ Բացառված չէ, որ ապագան դառնա խթան սփյուռքի երիտասարդների համար անելու այն, ինչը արել են ֆիլմի հերոսները։ Մարդիկ, որոնք պահպանում են դինամիկ կապեր աշխարհի հետ, բայց եւ փորձում են քարը քարին դնել հայրենիքում։ Նրանցից մեկը Կայլն է, ում կապը Հայաստանի հետ առաջացել է գորգերի միջոցով։ Ֆիլմի մեջ, որը մենք այսօր նայելու ենք, դիտելու ենք, այս գորգի ամբողջ գործման ընթացքն ենք տեսնելու, ոչխարներից, հովիվից, մինչև վերջնական արդյունք։ Yandex Armenia-ի եւ Կինոպոիսկի աջակցությամբ ստեղծված ֆիլմի խնդիրն է նաեւ ցույց տալ Հայաստանը որպես գիտական եւ տեխնոլոգիական ապագա ունեցող երկիր, որտեղ երիտասարդները ներգրավված են այնպիսի ոլորտների զարգացման process-ում, որոնք այնքան հեռու են թվում մեզանից։ Խոսքը տիեզերքի մասին է, որը նվաճելու համար իր փոքր ներդրումն է ունենում ֆիլմի մյուս հերոսը՝ տիեզերական տեխնոլոգիաների մասնագետ Գայանեն։ Ցույց տվեցինք, թե տիեզերական տեխնոլոգիաների ուսուցման process-ը առհասարակ Հայաստանում ինչպես ենք փորձում առաջ տանել։ Ապագա ֆիլմի պրեմիերան Կինոպոիսկում տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։ Այն արդեն ջերմ ընդունելություն է գտել Մոսկվա կինոթատրոնի մեծ էկրանին ցուցադրությունից հետո։ Հանդիսատեսը արժանվույն է գնահատել ստեղծագործական թիմի ապագայի տեսլականը։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։